Տարվա այս ժամանակահատվածում բնակիչների առջև ծառացած է մեկ կարևոր խնդիր, որը աչքաթող անել բնավ չի կարելի։ Այն վերաբերվում է խմելու ջրին։ Հենց նոր տեսա, որ ջրի ծորակից հոսում էր շատ կեղտոտ ջուր, ու սա առաջի դեպքը չի, այս տարվա մեջ արդեն մի քանի անգամ նկատել եմ նման կեղտոտ ջուր, որը իր հետ բերում է տարբեր հիվանդություններ, մենք գիտենք, ունեմ տունը երեխաներ, որոնք առանց իմանալու, առանց տեղեկանալու կարող են հենց ջրի ծորակից ջուրը վերցնել խմել։ Դրա համար նախ ջուրը եռացնում եմ, սարեցնում եմ ու դնում եմ, որպեսզի երեխաները հենց այդ ջուրը խմեն եւ հեռու լինեն նման հիվանդություններից։ Ձնհալից, անձրևներից ու օդի կեղտոտումից պղտորվում են աղբյուրների ակունքները եւ վերջիններս դառնում վտանգավոր օգտագործելու դեպքում։ Հիմնական կեղտոտությունը դա ծնահալքից է, ներձեձեգը ակունքները, աղբյուրների եւ դրանով բաներն։ Հիմնական ուշադրություն պետք է դարձնել այն ջրամբարներին, որոնք որ գտնվում են աշխատանքային վիճակում են, բայց նրանց սանիտարական վիճակը ոչ բավարար է երևի։ Դրանից է հիմնական կեղտոտությունը առաջանում եւ հիմնականը օդի կեղտոտվածությունն է, որը անձրևի ծանր հետևանքով նստում է գեդին եւ դրանից էլ ներծծվում է այդ ակունքները, որոնցով մենք սնվում ենք այդ ջրով։ Հիմնականը դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Ջրի հետ անպայման դրանք կապ ունեն, որովհետև դրա մեջ ինչ քիմիական էլեմենտներ ասես որ գտնվում են, որոնք մարդու առողջության համար շատ վտանգավոր են։ Հիմնականում փոքր երեխաների համար առանձնապես ծերերի համար վտանգավոր են։ Ցանկալի է որ մեր այս ջրաբաժնի աշխատողները միշտ անգամ ուշադրություն դարձնեն այդ մաքրության վրա եւ աշխատեն, որ մաքուր ջուր մատակարարեն բնակչությանը, որպեսզի այս տառապանքները, հիվանդությունները, վարակները չտարածվեն ժողովրդի մեջ։ Թեման արդիական է ու իրենից լուրջ վտանգ է ներկայացնում։ Չնայած ջրամատակարարման համակարգի աշխատանքներն իրականացվում են ըստ օրենքի սահմանների, բայց բնակիչներին էլ է հարկավոր պաշտպանել հիգիենայի կանոնները։ Ինչ անել այս դեպքում։ Մանրամասների համար մեր հարցազրույցը բժիշկ Երվանդ Սավոյանի հետ էր։ Գարնան հալալոցը սկսվելուց մեծ քանակությամբ հալածյան ջուրը անցնում է խառնվում է խմելու ջրի հետ, դրանով փոխում է խմելու ջրի որակը։ Դա բոլորս էլ գիտենք, դա առաջի տարին չէ, դա ամեն տարի էլ այդպես է։ Ուղղակի բոլորս էլ այդ բարակը ստանում ենք, 100%-ով չեզոքացնել հնարավոր չի, իշքան էլ քլոր խառնես, բանենես, եթե ջուրը կեղտոտ է, մեջի բարակը 100%-ով հնարավոր չի չեզոքացնել։ Եվ բոլորիս օրգանիզմի մեջ էլ այդ բարակը անցնում է։ Հետագայում ինչ է լինում, ինչպես է զարգանում հիվանդությունը, կախված է մարդու օրգանիզմից։ Եթե օրգանիզմը առողջ է, մեծ քանակությամբ ջուր չէ օգտագործել, մեծ դոզայով բարակ չէ ստացել, ապա թունավորման նշաններ հիմնականում չեն լինում, խնդիր չեն լինում կամ լինում են շատ թեթև, դա մենք չենք նկատում եւ անցնում վերջանում է։ Ուրիշ բան է լինում, եթե խմում ես կամ մեծ քանակությամբ ջուր, կամ ջուրը այդ պահին ինչ որ շատ վարակված է, շատ կեղտոտ է լինում, լինում է, ասենք, հալելոցը մեկ շատանում է, մեկ քչանում է, մեկ ջուրը մի քիչ մաքուր է լինում, մեկ ջուրը մի քիչ կեղտոտ, կամ այդ պահին ջուրը մի քիչ շատ է կեղտոտ լինում, կամ դա հատուկ պետք է ուշադրություն դարձնենք, այդ ջուրը օգտագործում են փոքր երեխաները կամ տարեց հիվանդ մարդիկ։ Այդ խմբի մոտ հեղի կանայք, այդ խմբի մոտ օրգանիզմի իմունիտետը ցածր է եւ իրանց մոտ հիվանդանալու ռիսկը ավելի շատ է։ Օրգանիզմը թույլ է եւ ավելի շուտ կարող է հիվանդանալ։ Եվ այդ խումբը հանդիսանում է ռիսկի խումբ եւ իրանց մոտ շուտ են զարգանում ջրային թունավորման նշանները։ Համ շուտ են զարգանում, համ էլ նրանց մոտ այդ ջրային թունավորումը ավելի վտանգավոր է, կարող է լինել ավելի ծանր, ավելի մեծ հետևանք առաջացնելով։ Այդ պատճառով նորից հիշացնեմ, կրկնեմ, զգուշացնեմ մեր բնակչությանը, որ այս սեզոնին զգույշ լինեն ջուր օգտագործելու հետ։ Ցանկալի է երեխաներին, փոքր երեխաներին, հղի կանանց, մեծ մարդկանց տալ խանութի ջուր, շշալցված ջուր, իսկ տանը օգտագործելու խմելու ջուրը եռացնել հետո նոր օգտագործել։ Եթե ջուրը շատ է կեղտոտվում, ցանկալի է խուսափել այդ ջրից եւ օգտագործել այլ աղբյուրի խմելու ջուրը, ու եթե հնարավորություն էլ չկա կամ եսիմ չեն ցանկանում եւ այլն, ջուրը նախապես եռացնել
մի քիչ թողնել այդ տակիչ կնստի եւ հետո նոր օգտագործել այդ ջուրը։ Ինչ անենք, դա բանական երևույթ է, մենք դրա դեմ դա վերացնել, չեզոքացնել 100%-ով հնարավոր չէ, որովհետեւ պաշտպանվել այնուամենայնիվ բնակչությունը պետք է շատ զգուշ լինի, ուշադիր լինի եւ հատկապես նորից եմ կարգանում փոքր երեխաների մոտ, տարեց մարդկանց եւ հեղիկանաց մոտ, քանի որ նրանց մոտ հանվարակվելու ռիսկը ավելի շատ է, համ էլ թունավորումը ընթանում է ավելի ծանր եւ ավելի լուրջ հետևանքներ թողնելով։ Բնության դեմ ոչինչ հնարավոր չի անել։ Հարկավոր է հետևել բժշկի խորհրդին, որ կարողանանք խուսափել հետագա բարդություններից։